Բարևձեզ, սիրահարագիցներ, այսօր ինձ է հանրազանոթ ասկային կորդից ասկային բարերար բարոն Հարութ Սասունյանը ինտրոդակշնի գալիք չկա, բարևիս բարոն Սասունյան, ցեզյա բարի երեգո։ Բարելույս Պետրոս։ Բարոն Սասունյան, ես ուրախ եմ եւ լավադես, քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ չի կարողանում արձանագրել ոչ մի տեղ։ Գյումրի, Փարաքար եւ այլն շատ մեծ հարցի մեջ է Փաշինյանիզմը որ արդեն գոնե առնվազն երկու տեղ ունի քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն գուսակցություն չեն կարողանում հաղթանակ արձանագրել Երևանի մեջ քաղաքացիական պայմանագիր 900-ով միգեր ասավ բնական չէ որ 9%-ով մեկը հակաուճան ասի Երևանի Էջմիածին գնահատեսվի ահավոր բարդություն դուք ինչպես կտեսնեք խնդրեմ հրամեցեք Well, ադի սпасելի է, որտեվ 7 տարի է սկսավ Փաշինյանը իր բարգանիչը 82% էր եւ դարներու ընթացքին սկսավ գլորվելու դավալվելու հիմա հասած է քիչ ավելի 10%-ը շատ լավ է բարոն Սասունյան 10% շատ չափազանցություն է գարձում քիչ ավելի 10%-ը ուրեմն զարմանալի չէ որ քանի որ ասկան ընկած է իրենց բարգանիչը, որ ընդրություններուն ժողովուրդը այլևս չի ավադար, այնքան սուտ խոսեցան, այնքան խափեցին, որ ամենը միամիտ հայնան այլևս սկսավ չի ավադալու իրենց եւ արդյունքը այս է հուսամ Էջմիածին վաղաշաբաթին լավ լուրեր կստանանք շուտով Գներեք ես քիչ մտածեցի փոխանցեմ իմ դպավորությունը Էջմիածնի մեջ ամենն բարձ օրինակով քաղաքացիական պայմանագիրը 3 օր առաջ այսպես փոխորդալով կոստումներով այսպես հբարտ մարդիկ եկան մեր տաղը եւ սակայն ոչ մեկը չընդունեց ըստ երևույթին քաղաքացիական պայմանագիրը որ ասած է իր համագիրներով որ հաղթելու ենք գտնելու է այդ դժբախտ օրը որ պատերազմին օրուն հաղթելու են դարձավ ինչ է կոչվում ժողովուրդ ջան շրջապատված են Պարոն Սասունյան ինչպես կնախադեսեք կգնահատեք քաղաքացիական պայմանագիրի այն մարդոց որ այս կուսակցության մեջ մտան եւ հիմա հստակ է իրեն կասկան որ իրենց կարիերային ավարտը եկած է որովհետեւ Փաշինյանիզմը իր այս վիճակով բոլոր այն տեխնոլոգիաներուն որ կբինետ են կամ Փաշինյանական են ոչ թե միայն կբ իրենց կարիերան արդեն այրած է ինչպես կգնահատեք այս վիճակը Well, շատ կներեք, բայց ես գասկածամիտ եմ հետևելով Փաշինյանի եւ իր խումբին ռազներուն Բերուտ կսեն ըրտա ռազներուն եւ որտեղ ասոնք գիտեն որ այդ օրը որ կա որ իրեն իշխանություն չեն կամ պետք է երգիրեն փախին կամ պիտի փանդարգվին մինչեւ գանկերին վերջը ուրեմն այդքան թյուրին իրենց օծիկը չպիտի հանձնեն հագարագործներուն ամեն ինչ պիտի դնեն խաբեբայություն գաշարք գեղձիկ ցերպակալություն փանդարգություն ամեն ինչ պիտի դնեն որ իշխանության վրա մնան հասկանալի է լավ ինչպես կնախադեսեք Գյումրի մեջ բադազը այսինքն հիմա անտիմատիվները գսեն որ մենք այլևս դեմոկրատիայով չենք կարողանում հասնել իշխանության աստորեն Սև ճակատագիրը կանտիմին ես ոչ մեկուն չեմ ուզել անպաստանել բարակարին պատճառով ես չեմ ուզել անպաստանել որ իշխանությունը մեջ չմատունի այդտեղ չեմ ուզել ասել սակայն պաստորեն Գյումրիի մեջի քաղաքապետը ցերպակալվեցավ կարծեմ ուրիշ տեղն նույն դեպքի եղած է ինչպես կտեսնեք այս վիճակը ժողովուրդը գսե որ ժողովրդավարությամբ չեն կարող հասնել ես իհարկե երբեք գոչ չեմ մնել բռնության գիտեք որ ես ուղղափառ հավատացող եմ ժողովրդավարության ինչ պետք է ենք այս իրավիճակին ժողովրդավար եւ խաղաղ ծևերով ինչպես այս վիճակին դուրս պիտի գամ հիմա հնարավոր է որ Էջմիածի մեջ հաղթենք եւ հնարավոր է որ նաեւ բանդարգությունները սկսին այո վերջին տարիներուն արդեն տեսանք մի քանի օրինակը ամեն տեղ որ ասեմ Վալանսորը այդպես էր այնտեղերը որ կբն բարդվեցավ ամենաշաբես ընդրված հագարագործներուն ցերպակալեցին բանդարգեցին եւ փոխանցեցին ԿԲ-ի անդամներով նույն բանը կփորձեն որ Գյումրին էլ չհաջողեցան հիմա քաղաքապետին ցերպակալությամբ եւ փոխ քաղաքապետը նաեւ ցերպակալվեցավ եւ ուրիշներ հիմա հոնալ նույն խաղը խաղացվի այսինքն դեմոկրատիա որ գսես իմ կարծիքով Հայաստանի մեջ դեմոկրատիա չկա թե Փաշինյանը օրը 10 անգամ դեմոկրատիա բառը օգտագործե եւ Թուրքիի երկրները մանավանդ արևմուտքը որովհետև ինչ որ Փաշինյանը գնե իրենց շահին է եւ ոչ թե Հայաստանի շահին եւ ինչ որ անե ամենը վատ բաներն ալն է
բռնությունները, ցուցարարներու թեմ, փանդարգությունները առանց փաստի, աբորինի, բոլորը արևմուտքը աչքը կփակե, եթե այդ նույն գործունեությունը դեղի ունենար մի այլ երկրի մեջ, որ Ամերիկան եւ Եվրոպան հագարակ են, ինչ մեծ աղմուկ կբարձրացնեին, որ դիկտատորություն է, ասե անի հեղափոխություն կազմակերպեին, բայց Փաշինյանը իրենց գործընկուկա եւ անընդհատ կխոսին դեմոկրասիի մասին, վերջերս նորեն տեսանք Փաշինյանը Մակրոնի հետ էր, Մակրոնը նորեն սա մենք ուրախ ենք որ դեմոկրասի կա Հայաստանի մեջ եւ ինչ որ մեծ սուտ է եւ Մակրոնը ցավալի օրինակ մնե որտեղ մենք անոնք որ Միջին Արևելք մեծացենք ֆրանսական մշակույթով, ֆրանսական լեզվով մեծ հարկանք ունենք ֆրանսիաներու հանդեպ, բայց պետք է մենք կարևոր թեփը չմոռնանք Վերջին 3 տարի առաջ էր մոտավորապես որ Ֆրանսիայի թե ասկային ժողովը եւ թե սենատը երկու բանացև անցուցին ասելով որ Արցախը պետք է անկախ լա ինքնավար լա բայց Մակրոնը ինքը ասա որ ադիգա ասա պարլամենտին գարզիկն է բեդության գարզիկը չէ ադիգա Չինա Մակրոնը որ մեր ամենը մտերիմ բարեկամն է ինքը մեր շահերութեմ է Ուրեմն ուկանք այն իզրակացության, որ ովևէ ժամանակ որ մեր ժողովուրդը հին անցյալեն սկսած մինչև այսօր դուրսեն բրգիչը սպասած է, այդ բրգիչը երբեք չի եկած եւ մեր ժողովուրդը դակավին չի անդրադարձած հազարավոր տարիներու դխուր փորձությունների հետ, որ բրգիչը երբեք չպետք է մենք մեզ պետք է բրգենք։ Աստասը չեն սորված։ Նույնիսկ հիմա վաղը որ եթե վերջապես մեր ժողովուրդը արտանա որ Ֆրանսա մեզ չպետք է ոչ թե պիտի ասեմ որ հա ուրեմն բրգիչը սխալ բան է չպետք է այլ պիտի ասեմ որ Ֆրանսան չեղավ Ամերիկան մեզ պիտի բրգե Ամերիկան չեղավ Բարսկաստանը պիտի բրգե Հնդկաստանը պիտի բրգե Չինաստանը այսպես միշտ փնդրտուքի մեջ ենք բայց կմերժենք իրողությունը տեսնել տեսանք 2000 մինչև 2020 մեր Հայաստանի ժողովրդի մեծ մասը ռուսամետ էր ճաշակիչ մեծապատումը պատերազմին հետո քանի որ Ռուսաստանը ճոժանտագեց ոչ Արցախի բարակային ոչ այլ երբ որ Հայաստանի հողատարածքը մտան ազերիները ուրեմն ժողովրդի մեծ մասը ներկայիս հագարուս է ասելով որ իրենք մեզի պետք է պաշտպանեին մեզի պետք է բրգեն չբրգեցին այսինքն ես հador դիմացը գսեմ որ դուք ինչու կսպասեիք որ ռուսերը իրենց շահերը ոտնագողեն եւ Հայաստանի շահերը պաշտպանեն անիրադես միամիտ մոդեցում է քաղաքականության մեջ անշուշտ գիտենք որ հայ ժողովուրդը իր ամբողջ պատմության մեջ երբեք քաղաքականությունը հասկացող ժողովուրդ չի եղած թիվանակետ չի եղած եւ ադորոմարը որ միշտ զոհ եղած ենք եւ այս խեղճուկրակ օրերուն հասած ենք բայց okay ուրեմն լավ կամ վատ Ռուսաստանին ցերկ քաշեցինք որ մեզի չբրգեց հիմա անցանք հետո Ֆրանսան վաղը մեզի չբրգե երթանք Ամերիկա Չինաստան Բարսկաստան երբեք չդիսեն որ ուրեմն բրգիչ չկա բրգիչ փնրել են վազանցնենք մենք մեզի բրգենք զինվենք մինչև մեր ագրանները մենք մեզի պաշտպանենք որտեղ չենք կնորվստալ ուրիշի վրա ուրիշը իր զավակները օրինակ հիմա Ամերիկայի մասին մեծ խանդավառություն կա Եվրոպական միության մասին խանդավառություն է ոչ Եվրոպան ոչ Ամերիկան մեկ հատ զինվոր չպետք է գրգեն որ Հայաստանի սահմանները պաշտպանի Ադրբեջանին եւ Թուրքիային ինչ է բաժարը որ Ամերիկայի նախագահը պիտի զոհե իր երկրի զավակները ուրիշ երկրի շահերուն համար Абսի բան չկա նույնիսկ Իսրայելը որ այնքան սեմ մդերիմ տաշնագից է ամեն անգամ որ Իսրայելի խոսքը լա ամեն ինչ կուտան զենք կուտան գոկնեն բան գնեն ասեմ որ զինվոր չպետք է գրգենք ուրիշ երկրներ պետք է ադիգանեն եւ ադիգա իրողությունն է որ մենք պետք է ընդունենք եւ ճանչնանք պետք է մենք մեզի խափենք եւ աչքերնից փագենք եւ ասենք որ հա մեզի պիտի օգնեն մարդ մեզի չպիտի օգնի եթե մենք մեզի չենք օգներ հետո ասեն որ ռուսերը ինչու թույլ տվին որ
Արցախը Ադրբեջանի կողմէ կրավի, Ռուսաստանը ինչ գիտեմ, երբ որ Հայաստանի վարչապետը ինքը գսե որ Արցախը Ադրբեջան է, երբ որ նախորդ գսած էր որ Արցախը Հայաստանի է վերջ, հետո եղավ Ադրբեջանի է վերջ, ուրեմն օդարներուն միշտ ուզենք որ մեր մեղքը օդարներուն վրա պարտենք, օդարը ասի չրավ, ադի չրավ, մենք ենք մեղավորը, մենք է որ չեն գնել, մեր երկրի ազատ անկախ Հայաստանի վարչապետը երբ որ ինքը կաշխատի Հայաստանի շահերուն թեմ, Արցախի շահերու թեմ, Արցախի հայերը որ Հայաստան են, անոնց շահերու թեմ, ինչպես պիտի սպասենք որ ով գուզե թողոլա արևելքեն, արևմուտքեն, հյուսիսեն, հարավեն, որևէ մեկը մեզի օգնեն ծերք չդի մեկնի, մենք մեզ պետք է օգնենք։ Վերջերս չեմ գիտեր որ ճիշտ է ինտերնետեն գարտացի որ Եվրոպական խորհրդարանի մեջի բանացեմը որ առաջարկված է որ Արցախայության իրավունքները բանջվի որ միատարնան իրենց բնակարան Արցախ քաղաքացիական պայմանագիրի երեսփոխանները թեմ կվարգացեն չեմ կերդադի լսած եք արդյոք ճիշտ է եւ ինչպես կգնահատեք եթե այդպես բանը իսկապես ճիշտ է Այո, ճիշտ է, միայն մեկ հատ ճշտում մնեմ, դիգա Եվրոպաչեր դիգա Երևանի մեջ էր, որ ավելի վատ է Եվրոնեստի համաժողով որ դեղի ունեցավ աշխտվան ընթացքին երկու օր, հոն է որ հագարագորտ պատգամավորներ որ ներկա են ասկային ժողովեն, փորձեցին բանացեվի վրա ավելցնել մեկ բարբերություն որ Արցախայերը պետք է որ իրավունք ունին վերադառնալու Արցախ, բայց իշխանությունները Հայաստանի իրենց պատգամավորները թեմ քվեարկեցին եւ նաեւ որդորեցին որ օդար եվրոպացիները որ այդտեղ էին իրենք թեմ քվեարկեն եւ հետո երբ որ հարցուցին որ ճիշտ է ասին որ այո կբի պատգամավորին ճիշտ է որտեղ ասին Արցախայերուն պաշտպանելը Հայաստանի շահերեն չի փոխեր։ Դա քրական է։ Նույն հանգերքն է ամեն ինչ հանցնել ճշնամիին եւ քեջ միամի ժողովրդին խապել որ մենք խաղաղ պիտի ապրենք, գտեսնանք որ մենք խաղաղ ապրիլը, խաղաղ չենք ապրիլը։ Ամեն օր նոր փորձանքի առաջ կանգնենք, մինչև հիմա 1000 ու մեկ խնդիր ունեինք Ադրբեջան, Թուրքիա, սահմանը զինվորներ բաներ։ Հիմա սկսավ Փաշինյանը բայկարել մայրաթորի թեմ հասնելու ենք այնտեղ այդալ որպեսի շեղե ուշադրությունը ժողովրդին այն իրողությունը որ դերի ունենա որ Հայաստանի մեջ Հոյակապ ճիշտ այնտեղ դասնենք Պարոն Սասունյան հետաքրքրական է որովհետև Էջմիադինցիկ վաղարշավացիկ իրենց մայրաթորի հանդեպ շատ ուժեղ դոկոր ունին, ծեր ունին, իսկ ամարտիկ որ քաղաքացիությամբ չեն սպառվի, բարձ չեզոք հասարակ քաղաքացին Էջմիադինցին մայրաթորը կբաշխե։ Ինչու հիմա այս թայմինգը այս որ Էջմիածին ընդրություն կա, այս արշավը սկսավ, որ շատ հավանաբար Հայաստանի մեջ այս խնդիրը կա, որ 50 հայերը չի մասնակցել ընդրության, 50 հայերը բագաս կմասնակցի։ Ըստ երևույթին Էջմիածի մեջ ինչ որ ես շփումի մեջ եմ քաղաքացիներուն հետ, ամեն մարդ որ չեր կվերգեր, այս եղած են հիմա այսպես կրկրված, սատրված, պրովոկ եղած, բիետա եւ բիդի կվերգե որևէ ինտիմատիվ ցանգի։ Այսինքն Էջմիածի ժողովուրդը վճռած է որ քաղաքացիական պայմանագիրին այս արշավը մերժե։ Մի խոսքով ցանգ այրեց, այսինքն Վարշավետ Փաշինյանը որ խորամանկ է, քաղաքանաբես խելատի չէ, բայց խորամանկ է, այս քայլով իր ցանգը լրիվ այրեց, այսինքն մոբիլայզերով քաղաքացիները իրեն դեմ կվերգելու։ Ինչու հիմա այս թայմինգը ծեր գարտիկով։ Նախ եւ առաջ ես կողջունեմ որ Վարշավետի հայ ժողովուրդը վերջապես արթնցավ եւ հասկացավ իրողությունը եւ Փաշինյանի սուդերուն չհավատաց եւ իր կվեները գուտա իսկապես ժողովրդի ներկայացուցիչներուն ոչ թե քվեականներուն որոնք ամեն հարցի վրա որ հարցը որ բարձրացնես իրենք հայության շահերուն թեմ են բոլոր հարցերուն լա գրոնական լա ասկային լա Սպիրկի հետ գաբեր Սինանշան սպիրկի գաբեր եկեղեցի ամեն ինչով թեմ են եւ ամեն արիթով գբարակդեն հայ ժողովուրդը սպիրկը Հայաստանի թեմ Հայաստանը Արցախայերու թեմ հիմա քվեականները եկեղեցի թեմ փորձեն բաժնել եկեղեցին որոշ քվեականներ կաշարելով իրենց կողմը կաշել նաև բաժնեն ժողովուրդը սլով հիները նախինները եւ ներկաները
անոնք որ Փաշինյանի գոմեն, adonk սպիդագեն, անոնք որ Փաշինյան թեմեն սևեն, այսին մենք արդեն փուրմը ապը ժողովուրդ ենք, եթե այս ժողովուրդը սկսես բաժնելու փոքր կոդորակներով, շուտով բան չպիտի մնա։ Մենք պետք է հագարակ անենք, աշխարհով մեջ 10 միլիոն ենք, 10 միլիոնը պետք է մեկ փրունսկի վեսը լա, եւ միասնաբար բայկարենք մեր իսկական թշնամիներուն դեմ, ոչ թե իրարու դեմ, բայց այնպեսի բաներ կնեն, որ չես կրնար լուր մնալ։ Հետո գսեն ինչու դուրս են գխառնվես։ Ինչ պիտի խառնվի։ Ինչ պիտի խառնվի։ Եվ այսինքն նույնիսկ Փաշինյանի մարտիկը այնքան անհանդուրժող են, որ հագարակ են, որ մեկը գարձիկ հայտնե, ես բան մարդ չունեմ, ես Հայաստան գալով հեղափոխություն չեմ ուներ, ոչ ալ դուրսեն, պարզապես գարձիկ հայտնեմ, անալ շատ քաղաքավար, ոչ լգրիցով, վերլուծում գնեմ, բայց իրենք նույնիսկ ամենը քաղաքավար վերլուծումն ալ չեն ընդունիր, քանի որ իրենց կգնահատեմ, եւ իրենց հետեւյալ բանը կբացատրեմ, ասեմ որ ցեզի ամենը բարձ բանը բացատրեմ, որ դուք չեք կնար հասկանալ։ Դուք ոչ թե թեմեք, որ սպյուրքեն մեկը քննադատե Փաշինյանին, այդպես կսեք դուք, բայց այդ չէ հարցը։ Իսկական հարցը ես ցեզի ասեմ իրենց, իսկական հարցը այն է, որ դուք չեք հանդուրժեր, որ սպյուրքեն մեկը Փաշինյանին քննադատե։ Դուք քննադատության թեմեք։ Եթե ես օրինակի համար Փաշինյանական լայի ամեն օր կովերքեի Փաշինյանին, այդ Փաշինյանի մարտիկը երբեք ոչ մեկը բիլիսեր որ բարոն Սասյան իրավունք չունի ստուն կովելու Փաշինյանին, բայց քանի որ կնատադեմ իրավունք չունիմ, բայց եթե կովեի իրավունք կունենայի քվերո, ուրեմն սպյուրք Հայաստանի հարցի գա, անշուշտ ուրիշ հարցեր կա, խոսքի ազատություն կա, որ դեմոկրասի է, եթե Փաշինյան դեմոկրասի գավադա որ չի ավադար, հետո ես ժուրնալիստ եմ, իրավունք ունիմ գարձիկը հայտնելու, ամեն հայ իրավունք ունի իր գարձիկ հայտնելու հայրենիքի մասին, երբ որ մենք ամեն իրգուն լուրերը գնայինք աշխարհի 4 կողմեն Չինաստանի, Չեղերը, Ռուսաստան, ամեն ինչի մասին մեր գարձիկը գայտնենք, ինչ է պատճառը, որ իրավունք ունիմ ես Չինաստանի մասին գարձիկ հայտնելու, բայց Հայաստանը ուրեմն հայրենիքս է, Հայաստանի մասին իրավունք չունիմ գարձիկ հայտնելու։ Արդարոց բան է, եւ այս բանը անհանդուրժողության բան է, որ դեմոկրասի չի գա, դիկտատորություն է, եւ պետք է մի անգույրորեն այո ասես Փաշինյանին, որովհետեւ անհանդուրժող է, ով որ եթե փողոցը ցույց են, գծերպակալեն, ասֆալտին կփրեն, բանտ կդանեն, տադի կաշեն, հետո իրար կփանդարգեն, անոնք որ Հայաստանի մեջ կավրին, իսկ անոնք որ սպյուրքահայ են եւ դուրսեն հերոյեն կքննադատեն, ոչ մեկ ոչինչ չեն կորզած մենք։ Միայն բարձրապես կքննադատենք, որ մեր իրավունքն է։ Այո։ Եվ եթե դուրսեն մեկն է քննադատես, եւ որ Հայաստան կաս, քեզի չեն ցկեր որ օտոգանեն դուրս կաս։ Իդ կուղարկեն քեզ։ Չեն Հայաստանցին անհանդուրժող են, սպյուրքահային անհանդուրժող են։ Արցախայում։ Շատ ցավալի բան է, որտեղ ես դեպի խոսքը գսեմ ավարտելու համար, ասեմ որ Հայաստանը ուրիշ երկրներով биш չէ մեզի համար։ Հայաստանը մեր բոլորին հայրենիքն է, ուր որալ ապրենք, որ գողմեն ալլանք, որ ուսակցություն են, որ սմույթություն են, որ գրոնք են, մենք բոլորս ունենք մեկ հայրենիք, որ Հայաստանն է։ Ուրեմն Հայաստանի մասին բոլորս իրավասու ենք, մեր գարձիկը հայտնելու, մեր ամեն ինչ կարելի ունելու, օգնելու մեր հայրենիքին։ Ես 36 տարի է անընդհատ գիտեք դուք հումանիտար օգնություն ուղարկեմ Հայաստան եւ գշարնեմ ուղարկել այսօր նոր դասավորեցի որ 1,800,000 թեղորայք շուտով ասնի Հայաստան եւ անակ որ ինձ լավ չեն ճաշտար գսեն ինչու Փաշինյանի թեղը գդրգես դե որ Փաշինյանի թեղ չեմ ուղարկել ես թեղը գդրգեմ մեր խեր ժողովուրդը որ դրամ չունի եւ այդ տեղերում մեծ մասը Հայաստան գոյություն չունի, պիտի մանան, կանսերը պիտի մանան, սրտի պրոբլեմները պիտի մանան, երեգամուկ եւ այլն։ Իմ դերդս ժողովուրդն է, իմ հայրենակիցներն են, մեր եղբայրները քույրերն են։ Ինչ կա բունի որ Փաշինյանից կավնիմ չեմ համնել, ադորամար չէ որ պիտի բաժեմ մեր խեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը արժանի է ամեն տեսակ բարիքի, օգնության, օժանդակության եւ ես
միշտ պիտի օգնեն մեր ժողովրդին, անկախ թե ով է Հայաստանի ղեկավարը։ Դոգմատիզմի մտնորդը Բարոն Սասունյան ես քրարումը տեսա որ երկու տեսակ բռնաբերություն գա դա դիկտատորան եւ գա օտորիտարիանը Փաշինյանը մեկնաբանի այդ քրարումի մեջ որ ինքը դեպ դիկտատոր չէ սակայն օտորիտարիան է երկը պատճառը դարբերությունը դուք ձեր մասնակցական դարձիկով ինչպես կտեսնեք Փաշինյանը ժողովրդավար չէ թե օտորիտարիան չէ թե դիկտատոր վստահ եմ որ առաջինը մի չեք այո Առաջինը ոչ է անշուշտ, որտեղ ամեն օր գրեստանք են կպաստ է, որտեղ ինքը ոչ միան անհանդուրժող է, բայց ինքը անընդհատ կխախտե բազմաթիվ Հայաստանի օրենքները, կխախտե սահմանությունը, ինչպես է բարական այս եկեղեցի հարցով, սահմանությունը շատ հստակ կսե, որ եկեղեցին անշատ է պետությունեն։ Պետությունը երամությունը խառնվելու եկեղեցի ներքին գործերուն, ադի եկեղեցին գործն է։ Վեապարը սխալրած է, ճիշտրած է, ասոքեորական ասանգե անանգե, այնքան ադեն որ ոչինչ չէ գործած, բարձրապես գրոնական հարց է, բարոյական հարց է, ադի եկեղեցին ինքը իրավունք ունի որոշելու։ Պետությունը այդտեղը բամուչուն ոչունի սելիկ։ Ուրեմն երբ որ սահմանությունը կխախտի անընդհատ Փաշինյանը օրենքները կխախտի, ինչպես կրնաս դեմոկրասի օժանդակողը լաս, երբ որ ես ընդհանրապես դիկտատոր բառը գործածեմ, որ ինձ համար ամենը ճիշտ բառը այդ է, դիկտատոր է, որտեղ գիշեք մի քանի շաբաթ առաջ է որ ժուրնալիստերուն գխոսեր փոքր մամլոցուրից մար, հսա որ Գարավարությունը ընդհանրապես չեմ լսել, ամենից որ կապարչունի, չեմ գիտեմ ինչ գիտեմ, որտեղ չեմ հետևիր, այս մեկը շատ գարժ էր, իրեն համար գարժ էր, 1 ժամ էր։ Ընդհանրապես մամլոցուրիցները կդեվեն 3-4-5 ժամ գնամանին Սովետ միության առաջին քարտուղարներու կոնֆերանսներուն Խրուշչևը մյուսը որ ժամերով 4-5 ժամ մամլոցուրից կդան, Փաշինյանը նույն բանը գնե, եւ որ հարցուցին իրեն, թե Բաշտոնյա մգավոր դարբեր բան գսեր մե, սա որ կառավարությունը ես եմ սա։ Ոչ մեկ իրավունք չունի իզմե դարբեր բան ասելու եւ ով որ հեսա պետք է հրաժարական կրեն եւ դուրս գան եւ հաջորդ արդու արդեն գործեն անեց այդ մարդը։ Իրեք Ֆրանսիայի մեջ հրաշագավոր խոսքը գանա որ ֆրանսերեն գիտեն, ասեն l'état c'est moi, ասեք բեդությունը ես եմ, որ Adolf Hitler ասաձի Adolf Hitler ասաձի ֆյուրերը ասաձի որ մեկ անցմիտ կգարավարի երկիրը։ Ֆրանսիայի տակավորը այդ խոսքը ասաձի l'état c'est moi, ես եմ բեդությունը։ Հիմա Փաշինյանը ես եմ բեդությունը։ Եվ նաև գիշեմ ասկային ժողովի մեջ եւ որ հարց մգար հարցուցին այդ հարցի գաբակցությամբ նախքան որոշում առնելը որուն հետ խորհրդակցեցակ, սա որ ոչ մեկուն ես որոշեցի։ Այսինքն ինքը պետք չունի ոչ փոխվարշավետներու, ոչ խորհրդականներու, ոչ նախարարներու, արտաքին գործ նախարար եւ այլն, ոչ ասկային ժողով, ոչ նախագահ, ոչ թադարաններ, մեկ հոգի ամբողջ երկիրը ինքը միանցնիա ղեկավար է։ Եվ ինչ որ գուզե ադի գնե, եւ մարդ իրավունք չունի բերանը բանալու։ Այսինքն ինգարզեկով շատ բարձ է դիկտատորությունը ասի։ Այն որ խոսեցակ բամը որ ես գավադան որ 100 լոգոսով ճիշտ է։ Նախ հետաքրական բամը ասի շնորհավորեմ շատ ճիշտ է կդածիկ որ Իսրայելը որ Ամերիկայի շփացած փոքր եղբայրն է։ Շատ մեր գիսեմ որ հрьяաները ամերիկան կառավարեն, ես ասի չեմ ավադար, ընդհանրապես գարձեմ որ ամերիկան է մեստերը եւ իր փոքր եղբայրն է Իսրայելը որ ամերիկային գանաշնույսներու միշտ գալիք ունի, լիբանանցի լավ գիտեմ։ Անի չէ հարցում ես։ Սակայն հստակ է որ Հայաստանով ոչ մեկ հետաքրքրված չէ զինակցելու, որովհետեւ Հայաստանը նախ քաղաքանաբար ստաշտը ամուլ է ինք իր շահերը չգիտեր պաշտպանել, այսինքն Հայաստանը ես եթե որևէ երկրի նախագահ լայի պետական Հայաստանը չի ուզեր զինակցել։ Սակայն եթե Հայաստան եւ Սփյուռք միանան 13 միլիոն հայով Հայաստանը կդառնա ավելի հետաքրքրական ուժ եւ վստահ որ պիտի գտնե երկիրները որ իրենք կուզեն զինակցել։ Սակայն ոչ թե այս վիճակը որ Սփյուռքին մի քանի գոբեկ փող ուղարկելով մենք մեկ միակամ եղանք։ Մենք այսօր Հայաստանի յուրին գալուց է Սփյուռքի հետ միասին
մեկ մարմին չէ դե ֆակտո, այդպես չէ։ Սպիրկի օգնությունը բարոյական եւ սիմվոլիկ է։ Սակայն պետք է սպիրկը բավարար Հակոբ Անտապյանը ես գիտեմ շատ ճիշտ բաներ գսե։ Գսե որ սպիրկի պիտի կա Հայաստանի մեջ պիտի ունենալ յագադար տեղ որ Հայաստանը բրգե։ 100% համաձայն եմ։ Դուք ինչ կսեք որոնց ասունյան։ Ուրեմն նախ Իսրայելի մասին բզդիկ բան ասեմ, հետո Ընտրեմ հրամեցեք։ Ես դիկտատոր չեմ։ ուրախ եմ։ Ուրեմն ես կսեմ, որ Ամերիկան փոքր Իսրայելն է, մեծ Իսրայելը Իսրայելի մեջ է։ Այդ ոչ է փոքր երկիր է Իսրայելը Ամերիկան գաչակցի։ Շատ հզոր մեծ ասոցիացիոն ունի Իսրայելը Ամերիկայի մեջ եւ Միանշանակ։ որը մեկը չի հանդգնիր Իսրայելի շահերուն թեմ խոսիլ, ամիջապես իրեն աչոտ ունկներում վարգարն են։ Կալով Հայաստանին այսինքն այնքան վատ է մեր վիճակը, որ նյութը որ զադես, մենք պրոբլեմ ունենք։ Ամենը բարձ բան շորտին հիշեցնեմ, որում մասին ես շատ բան գիտեմ, որ Հայաստան օգտություն ուղարկելն է։ Տարի առաջ համաժողով կար Սպիրկ Հայաստան եւ 1000 հայ սպիրկեն իրենց ընտանիքը ցկած, դունը ցկած, կորձը ցկած եկած էին Հայաստան։ Այս մարդիկը անշուշտ հայրենասեր են, եկած են որ իրենց սերը հայտնեն հայրենիքի հանդեպ եւ մեծ սրահի մեջ մի քանի օր հավաքվեցան, տարբեր նյութեր խոսեցան եւ ես վիդեո գեդեվեի այս խորհրդաժողովին հերույն եւ վերջին օրը վարչապետը եկավ որպես երկրի վարչապետ որ ելույթ ունենա ելույթը սկսա լսելու այնքան արդարոց բաներ ասավ արդարոցն ավելի այնքան վիրավորական բաներ հիմա եթե այդ ելույթը ինքը ունենար ոպ Հայաստանցիներու արչեւ adică adel քեշե բայց ադի նվազ քեշե քանթե սպիրկայերու արչեւ ելույթ ունենալ եւ հետեւալ խոսքերը ասել սպիրկայերուն ցեզի պիտի ասեմ իրուսածը ասա որ մեզի օգտություն մեղրգեք մենք օգտության պետք չունենք մեր պետությունը գրնա մեր ժողովրդի պետքերու կոացնել որ երկիրը ամենի հարուստ երկիրը որ ամերիկան է դասնակ միլիոնավոր մարդ ամեն ամիս բարեսերական գազམ་ությունն օգտություն կստանան ամենի հարուստ երկիրը երբ որ միլիոնավոր ժողովուրդ ունի որ օգտության պետք ունին ինչպես կրնա խեղճուգրակ Հայաստանի վարչապետը ասել որ Հայաստանը օգտության պետք չունի So այդպես սկսավ, հետո երթալեն ավելի վատ բաներ ասավ որ մեզի գդրգե գսավ ժամկետ անցած թեորայք որսավ մեկ շաբաթեն արդեն անօգուտ է ժամկետ անցած է ասեմ որ քանի որ ասեմ գործս անդադ թեորայքը որեմ ուրեմն վարչապետը լուրջ ունի Հայաստանի օրենքներն Հիմա ես պետք է Հայաստանի վարչապետին Հայաստանի օրենքները սորվեցնեմ։ Հայաստանը հետևյալ օրենք ունի, որ շատ շենք գիտեր, բայց ես շատ լավ գիտեմ, որովհետև ամեն օր ասող զբաղվեմ։ Որևէ տեղ որ Հայաստան մեկը պիտի դրգե, աշխարհի որևէ կողմեն, նախքան տեղ ուղարկելը, տեղը դարբեր բան է, որովհետև ցանկի հետ կապ ունի, քան թե գոշի գլխարկ ուղարկելը։ Տեղը շատ լուրջ բան է, ուրեմն նախքան տեղ ուղարկելը, տեղերուն ցուցակը ես եւ ուրիշներ բարդավոր ենք գրգելու Արոշաբադյան նախարարության նշելով անունը, քանակը, դոզաժը եւ ժամկետը։ Այս բոլորը ցանգի վրա կտնենք կգրգենք, արշան նախարարը ինքը գնայի ցանգին եւ մեջեն ինքը գզադե որ տեղերը ինքը գուզե եւ Հայաստանը օրենք ունի որ տեղերը պետք է առնվազն 1 տարի ժամկետ ունենան։ Վարչապետն ասածը սխալ է որ մեկ շաբաթեն ժամկետը կանցնի, այդքան չկա։ Եթե մեկ շաբաթեն ավարտող մեկը ինքնակուլուխ տեղը առանց արտոնության նախարարով, այդ տեղը գուկա մաքսադուն եւ որ զիբիլը գտապեն, աղբաման գտապեն, այդպես բան չկա։ Ադալ վիրավորական խոսք է որ մենք ժամկետ անց 36 տարի ասկորզը գնեմ, մեկ անգամ մեկ հատ ժամկետը անց հաբ չեմ ուղարկած Հայաստան, որտեվ օգուտունի ժամկետանց տեղը ուղարկելը գտնա նաև որոշ բարականերուն վնասակար լալ։ Ուրեմն հետո գսե օգտություն գուարգեն, ասի Փաշինյանը գշարնակա ելույթը, օգտություն գուարգեն գսե
6 ամիս ամեն շաբաթ հաղորդակցություն կանեն, որ նայեցեք մենք որքան օգտվեցինք Հայաստանին։ Ուղարկողը 6 ամիս ամեն շաբաթ հաղորդակցություն կանե, այդպիսի բան չկա։ Բեռնալավոր գազམ་ագերբությունը լուրջ է համայնքին, որ այսինչ օգտակար կորզարած է, adial մեկ անգամ է, ես ալ դարի 1-2 անգամ հաղորդակցություն կանեմ, այդքան։ Ես ելևելով գուգեմ, որ այդպես է։ Այո, որ Այդ դաժին մի անգամ գտեսtem, ճիշտ է։ այո, Ես կբգայեմ ծերին վաս։ ուրիշն կաչալերին, որ նայեցեք մտածեցեք օգնելու մասին, բայց վարշապետը գսե որ մի ղրգեք, ամբետ բաներ կղրգեք։ Եթե քիչ նորմալ լար մարդը, հետեւյալը պետք է ասեր։ Եվ ասիկա հանջարը լալու պետք չէ ասի։ Բարձ մեկը, փողոցը մեկը, որ ոչ վարշապետ է, ոչ նախարար է։ Հետեւյալ խոսքը գուղեր սպիրկին, նախ կսե շնորհակալ ենք, որ կփորձեք որ մեր հայրենի ժողովրդին օգտակար լալ, adamlar պետք է երախտաբար դառնալ, ոչ թե քննադատել եւ վերավորել։ Երկրորդ, Մուննարկան Հայաստանյան։ հա, երկրորդ պետք է ասել որ բայց քանի որ ցեզմեն շատերը Հայաստանին հերու գաբրին եւ լավադեղյակ չեն թե Հայաստանը ժողովուրդը ճիշտ ինչի պետք ունին, խնդրեմ գաբեցեք մեր տեսփանադուներու հետ, հիվանդոսաններու հետ, կամ ինչ որ նախարարներու հետ, արշավատյան եւ հարցուցեք որ ինչ է ծեր նախընտրած օգնությունը որ այդ բանը։ Այսինքն պետք է ուղղություն տալ սպիրկին, ոչ թե ասել որ մեր ծեր օգնության պետք չունենք, մի ուղարկեք օգնություն։ Ուրեմն ասպիսով նորմալ եթե ղեկավարությունը լար պետք է սպիրկին փորձեն սիրաշահի Այո։ սպիրկին քաչալերել շնորհակալություն հայտնել սպիրկին հրավիրել որքան Հայաստան դոնարնեն որ դարին մի քանի ամիսոն անցնեն հոն մնան հաջող այցելեն հոն տրամ ծախսեն Հայաստանի բյուջեն բարձրանա ճիշտ է ամեն ինչ կնեն որ սպիրկը խրճի իրենց մե Եվ անգամ մալ չկան, այդ 1000 հոգին, որ եկած էին, վստահ եմ, որ շատ վատ դպավորությունով վերադարձան տուն, չեմ ներ եթե հաջորդ անգամ նորեն մի մարդիկ ուկան Հայաստան։ Գներեք որ ռեկլամ չի սեբեք, բարձ հստակ է ինչու այդպես, որովհետև սպիրկի մեջ մեծամասնությունը իշխող ուժետաշնակությունն է, որ Վարշավետ Պաշտոնյան ինտիմատիվ է, եւ բնականաբար չի դուզել որ սպիրկը Հայաստանի մեջ այդքան ինֆլուենս աստեցությունն ունենա, որովհետև կմտավախություն կա, որ վերջի վերջո տաշնակությունը կգա Հայաստանի իշխանության, ես վստահ եմ, որ այդպես կմտածեն ոչ ինքը, այլ բոլոր 4 նախագահներն այդպես կմտածեն, կգարձեն, որ մինագը չէ։ Լավ, ունենք դակավին 5 րոպե, ձեր նախադեсությունը 5 վարիանտ, ձեր նախադեсությունը ինչպես կնախադեսեք վախարշաբադի ընտրությունը եւ քալիք 2026-ի ընտրությունը, թեւասի մեզ, նույնիսկ ցեզի ունենք շատ ավելի մեծ հարցազրույցներ, բայց 5 րոպեի մեջ ինչպես կնախադեսեք ըստ երևույթին քաղաքացիական պայմանագիրը ոչ մեկ ընտրություն չի կարող շահի։ Ինչ անեն է։ Well, ես քիչ ավելի զգուշ եմ, որտեվ գիտեք ոչ մեկ նախնական չեմ ուզում ասել որ մանգայություններ են։ Մարգարեություն չենք կնարանել։ Շատ ունենք մենք այստեղ մարգարեներ։ Չես չենք ուզել մարգարեություն։ Շատ բան է մարգարեություն ունելը, որտեվ շատ հեշտորեն գնաս սխալ բաները սել սխալ կանխանդեսում ունել, հետո ժողովուրդը վրատ կխնդա։ Անգեց վարասանեմ քեզի, վարշավի ընդրությունները ես հերոյեն գեդեվիմ, ներքին ցալքերուն դեղյակ չեմ։ Հարցնես ինչ կհուսամ, ինչ կուզեմ, կուզեմ որ հաղորդները շահին, բայց սպասենք թող արդյունքը ելը եթե այդալ խապեպայություն չլա կվեներու չգերձեն Չեմ գարզել որ շատ ցանկ է Վալոն Սասունյան 8 ցանկ շատ դժվար է որ այդպեսի բան կարող անեն որովհետև դիմացի տանկերն մանավանդ օրնագի համար հաղթանակ ցանկը հայտնի որ տեխնիկապես բավական հալաշ դիմաց է գազམ་ագերբված է Հայաստանը փորձարու այսինքն իրեն դիմեց կա փորձարու ցանկեր խնդրեմ գներեք դառնում 4 րոպե Շատ ուրախ կլամ եթե այդպես է, բայց կուզեմ սպասել, որ աչքովս տեսնեմ, ականջովս լսեմ։ Թոմաս Ալակյալ։ Եվ ուտվարապերի կբային ճիշտ է որ թեպի ծորգը կլորի վարգանիշը կբային, բայց խնդիրը հետևյալն է։ Խնդիրը այն է, որ նույնիսկ եթե 10% ունենա Փաշինյանը հաջորդ տարի հունիսին իր հակակորտները անչափ 1% ունին կամ 5% կամ 4% ունին եւ գմերժեն միանալ
Եթե չմիանան, եթե միանան 20-30% կլան, եւ Փաշինյանը 0 շանս կունենա։ Բայց եթե չմիանան 10%-ը Փաշինյանին 10 անգամ ավելի է այդ 1% ունեցողներն, որովհետեւ այդ 1%-ները չեն միանալ իրարու։ Երբ որ իրենց մեծ մասին ես ծանոթ եմ անձնապես ղեկավարներուն դարբեր կողմերուն, խոսիմ իրենց ինչ պետք է անենք, ասեմ որ պետք է միանաք, եթե չմիանաք, նորեն Փաշինյանը պիտի շահի, ինչ որ շահեցավ 21 թվականին, ինձ գսեմ որ չեն կնար միանալ, որովհետև այս մեկը ռուսամետ է, մյուսը եվրոպամետ է, ամերիկամետ է, այս է, գսեմ որ ինչի մասին է խոսքը, մենք հայրենիք գործընծնելու եզրին ենք, դուք իդեոլոգիայի մասին խոսեք, գողմի մասին։ Եթե վաղը մեր հայրենիքը ասված չնե գործընծնենք, ծեր իդեոլոգին 0 արժեք ունի։ Ես իմ խորհուրդս չէ որ ծեր գուսակցությունները ամենը փակեք, մեկ գուսակցություն լակ, ոչ, բահեք ծեր գուսակցությունները, բայց հիմա գույմա ժամանակավոր ծեր բոլոր ներքին թյուրիմացությունները, անաստազողները մեկ կողմ դրեք, միացեք, ընդրությունները շահեցեք, երգերը բրգենք, հետո որ երգերը Շարունի սկուդենք։ Շարունակա իրարու միսուդել իվերջը։ Կանադեն շարունակել միսուդել, հարց չկա, շարունակեցեք ծեր նորմալ բայկարները, բայց արդյունավետ երգերը բրգված կլա։ Բայց հիմա որ երգերը վտանգված է, չես կնար, ասես ամեն մեկը անչափ Փաշինյանն ուզած է։ Փաշինյանը ուզել որ ամենուն բաժանեսել եւ դերեսը այդ է բանը եւ ուրեմն երբ որ գսեն չենք միանալ իրենց կսեն որ լավ վերջին խոսքը ունեմ պիտի փակեմ հերախոսը վերջին խոսքը դեպիալն է քանի որ գմերժեք միանալ դուք եք որ Փաշինյանին գբահեք երաթորի վրա Ատկի է դա ուրիշ բան չունի մսելեք Բարոն Սասունյան, դժբախտաբար ժամանակը ավարտած է, ունի մեկ հարցում, սակայն չենք հասնի, ունի մեկես րոպե, բայց գրնակ արագ այո կամ ոչ մեկես րոպե ունենք։ Արդյոք մենք պիտի նաև տեսնենք աղադես ելանք որ ժամանակին ունենք երկու կաթողիկոսական պատրիարքական, հիմա միացան, արդյոք հիմա մենք պիտի ունենք նաև երրորդ աթոռ, այսինքն մեծնան գիտիկյո, մայրաթոռ Էջմիածին եւ գարդես դե նոր աթոռ մը գրնալ ունենանք, չէ՞ թե ադի երգային ներուշադեն ցկենք այդ բոլոր բացխանա։ Well, միակ մարգարեությունը որ պիտի անեմ այսօր Փաշինյանը ինքը քանի որ ամեն ինչ է արավատունը նաև ինքը պիտի դառնա կաթողիկոս որ միան այդ բագաս է կաթողիկոսը ինքը պիտի լա եւ մարդը որ ոչ եկեղեցի մեջ ամուսնացած է ոչ pedagogan ամուսնուն ռած է չեմ գիտեր գրնալալ որ մգրդված է ագյալ լուրջ ունի եթե մգրդված է բայց ինձ կներկայացնե որպես Մարտին Լութեր Քինգ բան գրոնասեր եկեղեցասեր սամոս գարտա եւ այլն բայց կտեսնենք որ ամենի վատ բաները կնա իր ժողովրդի հանդեպ իր հայրենիքի հանդեպ թողնողը լավ վերջանա Բարոն Սասունյան չլսեցիք ստերեոտիպին ինքը գուզե դառնալ հայացքի Մարտին Լութեր Քինգը, որի եկեղեցի մի բարեկարգ է։ Շատ շնորհակալ ենք բարոն Սասունյան, շատ հետաքրքրական զրույցի համար, տասագանտիվինք։ Մի խոստանակ որ Վաղարշավադի հաղթանակին եւ որտոլո ես հարցազրույց ունեք, որտեղ ես ցեզ գավեդեմ որ Վաղարշավադը պիտի մնա ասկային։ Խոստանամ։ Շատ ուրախ եմ։ Ես անով ցեզի խոստանանք սպիրկային որ Վաղարշավադը մնալու է հայ ասկային եւ արաքելական քրիստոնյա։ Շատ շնորհակալ ենք բարոն Սասունյան։ Սիրո բարի օրձես։ Մերսի։